Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայտարարությունն եմ անելու եւ պիտի խնդրեմ, որ չընդհատեք։ Եթե ըստ էության գործին ամբողջական գործին վերաբերում։ Ուղղակի հակիրճ բանարեք, որովհետեւ Հա, հակիրճ, շատ հակիրճ։ Ուրեմն նախապես ասեմ, որ ես ամբողջ գոյությամբ եւ էությամբ նախ պատասխանատու եմ եւ յուրաքանչյուր բառիս համար եմ պատասխանատու երկնքի առջև, այս դատարանից ավելի վեր դատավորի առջև, մեղադրողների առջև, հանրության առջև եմ պատասխանատու եւ պատասխանատու եմ նաեւ այս դատարանի առջև, ձեր առջև։ Երեք քննչական կոմիտեի ղեկավարը եւ ինչու եմ ես ասում, որովհետեւ մեր գործը ոչ միայն սահմանափակված է մեր դատարանի պատերից ներս, այլ նաև ժամանակ առ ժամանակ հրապարակային հայտարարությունների է ենթարկվում։ Եվ քանի որ հիմա նաև պիտի հաջորդական ապացուցողական դաշտ մտնենք եւ այլն, երեք քննչական կոմիտեի ղեկավարը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ ես համարում եմ դա պաշտոնապես ասված, որովհետեւ նման պաշտոն ղեկավարող մարդը չի կարող տեղյակ չլինել գործի մանրամասներից։ Հետևյալ հայտարարությունն է արել, որ իբր իմ ձեռքով գրված կա արձանագրություն ահաբեկչության պլանավորում։ Հիմա ես պաշտոնապես ասում եմ պատվարժան դատարան։ Եթե նման որևէ արտահայտություն կա արձանագրված որևէ տեղ իմ ձեռքով կամ որևէ մեկի ձեռքով այստեղ ներկա գտնվողներից ես պատրաստ եմ այս դատարանի առջև առանց հետաձգելու, առանց քննության, առանց որևէ ապացույցի ծայրագույն պատիժը կրելու։ Սա ասում եմ ոչ որպես մարտահրավեր, ասում եմ որպես մարդ, որ իր ասելիքի պատասխանատվության գիտակցությունը ունի։ Երկրորդ, եթե չկա նման բան, կամ եթե կա, ուրեմն ես իմ իրավունքն եմ պահանջելու, որ քննչական կոմիտեի ղեկավարը անձնապես կամ իր միջնորդներով, ինչպես որ ցանկանում է, մյուս շաբաթ իր այդ արտահայտության պատասխանը տա։ Ես պատրաստ եմ կրելու ծայրագույնը, բայց եթե չկա նման բան, ինքը պետք է պաշտոնազրկվի, իր կոչումից զրկվի եւ միևնույն ժամանակ զրպարտության համար դատապարտվի պահանջված օրենսգրքի սահմաններում։ Ես այս հայտարարությունը ամենայն պատասխանատվությամբ եւ պաշտոնական կերպով ասում եմ։ Պատվարժան դատարան հարգանքով ձեր հանդեպ, որքան որ այս ընթացքում կարողացել ենք ձևակերպել, անկեղծորեն ասում եմ, ես նույնիսկ պատրաստ եմ մյուս 5 շաբթի օրվանից, եթե այդ քննություն, այդ խոսքի պատասխանը երկրի կարևորագույն պաշտոններից մեկի ղեկավարն է։ Այն մարդը, որ ուղղակիորեն առնչված է նաև այս գործի հետ, նման հայտարարություն է արել։ Իմ ձեռքով գրված ահաբեկչության պլանավորում։ Սա ես չեմ կարծում, որ թեթև հայտարարությունը մանավանդ հաշվի առնելով, թե ով է արել այդ հայտարարությունը։ Քննչական կոմիտեի ղեկավար։ Ես կարծում եմ, սա ինձ համար չափազանց լուրջ է եւ կարեւոր, ինչպես նաեւ իմ շատ սիրելի համախոհների հանդեպ։ Ես նույնիսկ պատրաստ եմ հաջորդ նիստին, եթե չներկայացավ դա այդ հարցը չքննվեց, ես պատրաստ չեմ այլևս այս դատարան գալու։ Ինչ միջոցով ուզում եք բերելու, բերման ենթարկել եւ այն պատրաստ չեմ գալու եւ նաեւ կոչ կանեմ իմ փաստաբաններին, պաշտպաններին ներողություն, ոչ միայն իմ, այլ բոլորին, որ ընդհանրապես մերժեն մեզ պաշտպանելու, որովհետեւ սա լրջագույն հայտարարություն է եւ հանցանքի մասին լրջագույն հայտարարությունը
այլևս սա անդուժը չի կարելի, պատվարժան դատարան։ Եվ դա գնում է եթերով, ես նաև դիմում եմ հրապարակային զանգվածային լրատվամիջոցներին եմ դիմում, այս հարցը կոնկրետ այդ հայտարարության մասով դիմում եմ զանգվածային լրատվամիջոցներին պարզաբանելու խնդիրը։ Անկեղծորեն ասում, ես 4 ամիսը կալանքի մեջ եմ, բացարձակ տրտունջ չունեմ, փառք Աստծո, ես իմ գիտակցված ճանապարհը անցնում եմ, իմ սխալներով, ճշտերով, մեղքով, ոչ մեղքով, ամեն ինչով անդերձ։ Անտրտունջ կալանքի մեջ ենք, բաց է, հակ է տեսակցությունից, բացարձակ հետաքրքիր չի եղել, անկեղծում չի նեղացրել ինձ, ոչ մի ձևով, որովհետև գիտեմ ինչի համար է։ Բայց այլևս անհանդուրժ կներեք վերջացնում, շատ ներողություն։ Ես չեմ ընդհատում։ Այլևս անհանդուրժելի է այդքան լրջագույն ամբիոնը դարձնել ուղակի քարոզչան միջոց, մարդկանց արատավորելու առանց դատական որևէ գործընթացի փաստական ապացույցի ներկայացման, քննչական կոմիտեի ղեկավարի կողմից ես անցել անգամ ասացի, դուք ասացիք վիրավորում եմ, ես չեմ վիրավորել։ Դատախազը իր երթին, ես հիմա իր մասին չեմ խոսելու, բայց այդ հայտարարությունը այլևս անհանդուրժելի է։ Նա պետք է պատասխան տա դրա համար։ Ասել է նման բան։ Ուրեմն պետք է պատասխան։ Մեր երկրում անպատասխանատու հայտարարություն անող մարդ պետք է չլինի։ Շատ ամենագործի։ Ուրեմն քիչ պետք է լինի մարդ, որ այդպիսի կամ լուրջ, որ այդպիսի հայտարարությունը խորհրդարանում։ Եվ ես խնդրում եմ, որ այս հարցը հետապնդվի գալ շաբաթ 5-շաբթի օրը մեր դատի ժամանակ, այս հարցը պետք է պարզաբանվի։ Շնորհակալություն։